Շարունակում ենք մեր ծրագիրը բարելույթ եւս մեկ անգամ բոլորին եւ խոսել ենք շատ հետաքրքիր գործի մասին, որն արդեն իսկ ներկայացվել է բոլորիս, ասեմ, որ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում հունիսի 13-ին կկայանա ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի Մայլից Մայլա գրքի հիման վրա ստեղծած ներկայացումը։ Ներկայացումը 5 հայտնի անձանց մասին է, որոնց միջոցով Լենինականի Գյումրու ուրախ տխուր էջերն են ներկայացնում։ Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձիկ մեկտեղելով մեկ մայլից մյուսն անցնելով վեր են բարձրացնում Գյումրի անունը եւ այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, դերասան Սամվել Առաքելյան Նիկո եւ իհարկե ճանաչիր մերոնց հաղորդաշարի հեղինակ եւ վարող Վարամ Սուքիասյանը, ով նաեւ ներկայացման պրոդյուսերն է։ Բարի առավոտ։ Լավ եք։ Փառքաստու։ Յանալե, եկեք խոսենք այս աշխատանքի մասին, հա, Մայլից Մայլա, նոր գործ, որն արդեն երևի թե ավարտում վիճակում է։ Դե այս ներկայացումը արդեն կենսագրություն ունի, Գյումրիում խաղացել ենք։ Առաջին փորձն է մայրաքաղաքում ներկայացնել, որովհետև հետաքրքիր է մայրաքաղաքի ժողովուրդը ինչպես կընդունի ներկայացումը, որովհետև ինքը բեմադրված է ոչ ավանդական ձևով, ոչ դասական թատրոնի կանոններով, մի քիչ ինտերակցիա կա, մի քիչ հանդիսատեսի հետ հոգ հետ խաղում ենք, հանդիսատեսի հետ զրուցում ենք նաև, այսինքն այսօրվա բաց ազատ թատրոնն է։ Ես նշեցի, որ 5 կերպարի միջոցով է, հա, ներկայացում, բայց գործող անձինք կերպարները մենակ դուք եք դերասաններ, թե էլի Չէ, 5 գործող անձ 5 վարպետի մասին խոսում ենք։ Խոսում ենք հիշողությունների մասին, խոսում ենք Ատաղձագորզի, խոսում ենք Վարշավի, խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք վաղուց այդ արհեստները վերացել են ու չենք գնահատում այդ արհեստները։ Ավանդույթների մասին ենք խոսում, նաև Գյումրու ավանդույթների, ինչ ավանդույթներ են Գյումրին, ինչ նիստուկաց ունի, այդ մարդկանց ոնց ենք վերաբերվել, Քարտաշին ոնց ենք վերաբերվել, այդ ցավոք սրտի այդ վաղուց մոռացել ենք, հիշում ենք մեծերին Գյումրու հայտնի մարդկանց, բայց այդ արհեստավորները, որը քաղաքը կառուցել են, որը քաղաքը ոտքի են կանգնեցրել, որը քաղաքը աճեցրել են իրենց մատու եղոնգով, գույնն են եղել, այդ գույների մասին ենք, պարզապես պատմում ենք այդ մասին, պարզապես խոսում ենք այդ մասին, վարպետ Չոլախ Վարոսի մասին ենք խոսում, որը լավ քարտաշ է եղել, շարել է պատ, եղել է մի կոշկակար անձնավորություն, որը հայտնի է եղել, բայց հեղինակի կողմից այդ հորինված կերպարներ են։ Հորինված իրական կերպարներ չեն, բայց իրական կերպարներ շատ կան, զուգահեռական իրեթե տանենք։ Լավ, իսկ երբ եղավ Մայլից Մայլա քայլելու առաջին պրեմիերան, երբ է ներկայացվում։ Անցյալ տարի եղավ այդ պրեմիերան, որովհետև Լիլիթի գիրքը շատ հուզեց ինձ, ես կարդացի, պատումները վերցի, մի շատ պատումներ կան, բայց որոշեցի Մայլից Մայլա, որովհետև հավաքվում են մի տաղավարում, այսինքն բիսեդկայում, ու սկսում են զրուցել, խոսել, որը այս ժամանակներում վերացել են նաև, չէ, սա բոլորը զբաղված են, բոլորը կորզիվում են, բայց այդ բագի ջերմությունը կորել է, մայլի ջերմությունը կորել է, ուզում ենք, որ ջերմանանք, հավաքվենք, խոսենք, զրուցենք, հիշենք, հիշողությունների գիր կընկնենք։ Շատ լավ, խոսենք հենց սկզբի մասին, քիչ հետ գնանք եւ հասկանանք ինչպես եկավ այս գաղափարը, տաղանդավոր մարդկանց հավաքել, ներկայացում անել։ Հիմքում ինչն է դրված, մի քանի տարի առաջ, որ նախաձեռնեցինք իմ հեղինակային հաղորդաշարը ճանաչիր մերոնց, ես սկսեցի հատիկ սելեկցիա անել, ընտրել ծանոթների, բարեկամների, ընկերների միջոցով դուրս գալ հետաքրքիր հայտնի մարդկանց հետ հանդիպում կազմակերպել, զրուցել նախապես եւ հրավիրել մեր հաղորդաշարին, որպեսզի մեր հասարակության լայն շրջաններին ճանաչելի դարձնել այն մարդկանց, ովքեր կենսագրություն ունեն, ովքեր հետք ունեն թողած մեր
կյանքում, մեր հասարակության մեջ եւ ներկայացնել, ճանաչելի դարձնել, ովքեր անհամեմատ ճանաչելի են, նրանց ոնց որ վերհիշել, բարձրացնել, ովքեր ունեն որոշակի կենսագրություն, բայց լայն շրջանակները տեղյակ չեն այդ մարդու արած գործնեությունից, կենսագրությունից, ճանաչելի դարձնել մեր հանրությանը։ Սամվել Առաքելյանը եղել է մեր հյուրը, Հովանես Հովանեսյանի հետ պայմանավորվել ենք մի քանի անգամ, որ էլի հրավիրեն որպես հյուր, բայց ժամանակի սղության պատճառով չենք կարողացել մի քանի անգամ պայմանավորվել ենք։ Ու ես նաև որպես պրոդյուսեր փորձում եմ նաև ոչ միայն այդ հաղորդաշարին հյուր հրավիրել, այլ նաև վերհանել որոշակի, ասենք, արվեստի, չգիտեմ, ներկայացումներ, թատերական ինչ-որ ելույթներ ու միտ խաղացավ, չեմ հիշում արդեն ոնց եղավ, որ այդ առաջարկեցի, որ որպես պրոդյուսեր միգուցե բերենք Գյումրին Երևան, որտեվ շատերը Երևանից գնում են Գյումրի, հատուկ այդ Գյումրու կոլորիտը տեսնելու, ներկա լինելու, ծանոթանալու Գյումրու նիստուկացին, ամեն ինչին, ու այդ խոսքը ոնց որ գցվեց այդ ձեռնոցը, շատ անմիջապես Կազմակերպ։ Այո, պետք է ասել, որ շատ ջերմ աջակցություն եւ ստացավ ու այս մտահղացումը կա, հիմա ոչ ենք անում, հիմա նաև Սամվել Առաքելյանին խոսք տանք, նաև մենք շատ խոսեցինք։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բարոյ ժողովուրդ ջան, այս ներկայացումը, երբ Հովանես Հովանեսյանը ինձ հրավիրեց իր մտորումների թատրոն, իմիջիալոց արդեն 5 տարեկան, չէ՞։ 5 տարեկան, ասեմ, որ ծանոթացա առաջ երթին գրքին եւ շատ ուրախացա, շատ ապրիլ Լիլիթը, որովհետեւ ինքը այնքան մաքուր ու անկեղծ է գրել, քեզ որպես դերասան մնում է միայն խաղալը։ Եվ փառք Աստծո փորձեցինք, ստացվեց եւ նույնիսկ Երևանից հանդիսատեսը գալիս է Գյումրի, որպեսզի հատուկ այդ ներկայացումը նայե։ Ասեմ, որ մետորոմի թատրոնում շատ լավ ներկայացումներ կան, բեմադրություններ կան, այնպես որ այսօր մենք չենք թողել, որ մայրաքաղաքից հանդիսատեսը կա հասնի։ Մենք ենք եկել այստեղ ներկայացումը խաղալու, եւս մեկ անգամ կուզենայի հիշեցնել մեր սիրելի հանդիսականին, որ ամսի 13-ին ռուսական դրամատիկական թատրոնում երեկոյան ժամը 19:30-ին այն հովը նոր արդեն կընկնի, այդ ժամանակ ժողովուրդ ջան, խնդրեմ, արեք, տեղերը սահմանափակ են, գալը ձեզնից բարձր տրամադրություն պարգևելը մեզնից, չէ, Հովանեսյան ջան։ Ասեմ որ կուրախանակ, լիաթոք, լաց գեղնիկ վերջում էլ տուներ տալուց, ժողովուրդ ջան, մտորելու առիթ կունենաք, թե ինչի ու ինչի պատճառով այս 37 տարին ուր դիցեգանք ու ուր բդի երտանք հասնենք, որովհետև այս ներկայացումը մեր մասին է, մեր ավանդույթների մասին է, մեր երիտասարդ սերունդի մասին է, որ ես միշտ ձգտել եմ, որ մատաղ սերունդը միշտ մեծից ինչ-որ մի բան սորվի։ Մեծը պետք է միշտ պատմե այն երիտասարդներին, թե քաղաքը այսպես մարդիկ է ունեցել, այսպես վարպետներ է ունեցել։ Եթե մեկը մեկին չպատմի, այն ասում են, չէ, կյանքի անիվը միշտ պտտվում է։ Եթե չպատմես, անիվը չի պտտվի։ Երիտասարդը չի իմանա եւ չի սովորի։ Հովանեսյանը, ի շնորհիվ Հովանեսյանի ու այդ բեմադրության մենք պատմում ենք հենց այդ մեր անցած ուղին, մեր կյանքի անիվը պտտում ենք։ Այնպես որ անկեղծորեն ասում եմ, դուք կգաք, կտեսնեք ներկայացումը, հա, հեն էլ ասեմ, վերջապես օջախ կմտնեք, դարդակ ձեռներով չգաք, ժողովուրդ ջան։ Հա։ Չէ, տոմսերով։ Հա, դարդակ ձեռներով չգաք, վերջում կգնաք պաչպերոշ տեղնի դիք հաստատ, որտեղ մեր ազգը շատ կսիրե պաչպերոշ, էլի։ Շնորհակալությունը կհայտնեն պաչիգով։ Ես ավելացնեմ Սամվել Առաքելյանի խոսքին, որ միգուցե մեր հանդիսատեսը տեղեկացվածության խնդիր ունի, նաև երևի մեր հյուր լինելու հիմնական պատճառներից մեկը նաև որ ծանոթվի մեր հանրության լայն շրջանակներին, որ իրոք Գյումրին իր ոտքով եկել է, եկեք, համեցեք, նայեք, հիացեք Գյումրու կոլորիտով, խոստանում ենք ուրախ տրամադրություն, հուզիչ,
ինտերակտիվ դերասանները շփվում են հենց դահլիճում։ Այո, դերասանները իհարկե բեմում արդեն իրենց նաև ներաշխարհն են դնում, պիեսին, կերպարներին եւ տալիս հանդիսատեսին։ Դուք որպես հանդիսատես, եթե անջատենք պրոդյուսերը, ներկայացնում, ուղղակի որպես հանդիսատես, ձեզ համար ինչ եք վերցնում ներկայացումից, ինչն է ձեզ համար սրտին կպնող, ավելի հոգեհարազատը։ Այս նաև նախորդ խոսքում էլ նշեցի, հենց այդ լավ հստակ բառը էլի, կոլորիտը, Գյումրու կոլորիտը, որ այն նույնիսկ մի խոսք կարող են ասել, Հովհաննես Հովհաննեսյանը կամ Սամվել Առաքելյանը, Գյումրվա բարբառով մի հատ թեկուզ, մի հատ պարզ նախադասություն, բայց դրա մեջ այնքան խորություն կա, էլի, որ դու սուզվում ես այն ամենա հասնում ես Ալեքսանդրոպոլ, Լենինական, Գյումրի, էլի, իհարկե ամեն բարբառն եմ իհարկե սիրում, բայց դե Գյումրին նաև որպես հումորի հայրենիք, հայրաքաղաք, նաև իր ուրույն կոլորիտը ունի, ուրույն, այսպես ասած, տեղ ունի մեր այդ։ Չնայած բարբառը խեղաթյուրվել է հիմա, մենք աշխատում ենք հին բարբառը վերականգնել, հին բարբառը, Գյումրվա բարբառը, իսի գիդի գինիկ, այդպես ենք խոսում, ոչ թե ներկայացման ժամանակ խոսում ենք ժամանակակից միքսերով։ Այնց ուզում ենք խոսել, պաշտպանել նաև լեզուն, հին լեզուն, Գյումրվա լեզուն, ավանդական լեզուն։ Ցավոք սրտի հին Երևանից ոչ մի բան չի մնացել գրեթե, բայց Գյումրին դեռ շարունակում է պահպանել այդ հնությունները որոշակի առումով եւ հենց հյուրեր ենք ունենում արտերկրից, բնականաբար որպեսզի ցույց տանք այդ մեր գեղեցիկ կոլորիտը, տանում ենք միանգամից Գյումրի, որպեսզի այնտեղ տեսնեն, ծանոթանան, սիրեն այն ամենը, ինչ որ կա, հայ տեսակի մեջ, ավանդույթների մեջ, բայց ըստ ձեզ, որպես գյումրեցիներ, ովքեր արդեն պատմություն ունեն Գյումրիում, ինչ է փոխվել այսօր Գյումրիում։ Շատ բան է փոխվել, նախ քիչ են գյումրեցիները, շատ քիչ են գյումրեցիները, գրեթե չկան, բայց Գյումրվա ավանդույթները, նիստուկասը միշտ պահում են, այդ պահպանողական մի քիչ պահպանողական ենք շատ, մի քիչ պահպանողական ենք, չնայած ժամանակակից երանգները գալիս գնում են, բայց միշտ պահպանողական ենք մենք։ Թույլ տակ ռետրո պատմություն հիշեցի հենց Գյումրու կոլորիտի մասին, ասում եմ առաջին անգամ Ծիտրո Ալեքը պետք է գնացքով գա դեպի Հայաստան, դեպի Գյումրի։ Պոլոզ Մուկուչը իրենց ընկերներով, բան այդ շքախմբով գալիս են առաջին անգամ շոքեքարշով Ծիտրո Ալեքը գա կայարան։ Այդ գնացքը, որ շոքեքարշը, որ մտնում է արդեն դեպի կայարան, այդ շչակները բանանելով այդ գոլորշին դուրս է գալիս շոքեքարշի վերևից, բան, բոլորը զարմացած, թե ես ինչ է, բան, Պոլոզ Մուկուչը շուռ է գալիս էս ընկերներին, ասում է, սինք ինչ է, առաջին անգամ է տեսնում, ասում են, վարբետ, շոքեքարշ է, պարավոզ է, շոքեքարշ, սինք ինչով կաշխատի, դե գոլորշիով, պարով կաշխատի, նայում է կողքերը, ասում է, ստեղսիկ ուրիշ տեղ չսեք, այդպես օրեղներ Գյումրվա բաղնիկներն մի Լոնդոն են հասել։ Շատ լավ, իսկ երիտասարդությունը, երբ որ գալիս է նայում է ներկայացումը, ինչ է այնտեղ ինքը տեսնում, որտեղ ինչպես ասում եք, արդեն այսօր երիտասարդներն ուրիշ է, նրանց մտածողությունն ուրիշ է, նրանց համար Գյումրին ուրիշ է։ Հատկապես երիտասարդներն են մեր հանդիսատեսը ներկայացման։ Ընդհանրապես մեր թատրոնը երիտասարդական թատրոն է, որովհետև մի քիչ խելառ է, մի քիչ խենթ է, մի քիչ գժություն ենք անում, ոչ մի ակադեմիական բան չկա մեր թատրոնում, ոչ բարակույր, ոչ բեմ, ոչ ազատ տարածք է։ Այդ ազատ տարածքում աշխատում ենք ազատորեն, որովհետև ես գնահատում եմ, որ թատրոնում ամենագլխավորը դերասանի խաղն է, դերասանն է։ Այդ աճուճակները, պաճուճակները սդից բաներ են։ Ժամանակի պահանջներն են եղել։ Հետո մի լավ բան էլ ասեմ, որ Մտորումների թատրոնում Հովիկը որոշեց եւ բացեց թատրոնին կից ստուդիա։ Ամեն անգամ ես այդ երեխաներին նայելով այնքան եմ հիանում, եթե դերասան էլ չդառնան, հավատացեք, կրտված գրագետ անձնավորություններ մարդ կդառնան բառից բուն իմաստով։ Ես հիանում եմ այդ երեխաների մտքի թռիչքով, ամեն ինչով։ Իսկ հանդիսատեսը ինչ ակտիվություն է ցույց տալիս այսօր Գյումրիում։ Մեր դալիճները միշտ լիքն են։
Մենք փոքր դահլիճ ունենք, ընդամենը 50 տեղանոց դահլիճ, ոչ ավել, ոչ պակաս չենք ուզում ավելացնենք, տեղեր ունենք, բայց ինձ թվում է, որ 50-ը լավ է մտորումների թատրոնի համար, փոքրիկ տարածք է, փոքրիկ թատրոն է, թատրոնիկ է ավելի ճիշտ։ Թատրոնիկ է։ Իսկ ինչ մտորումներ կան հաջորդիվ ներկայացնելու համար։ Հաջորդիվ շատ մտորումներ կա, մի գյումրեցի հեղինակ կա նաև, ուզում ենք այդ գյումրեցի հեղինակին ներկայացնել իր պատումները, էլի արձակը վերածենք դրամատուրգիայի ու ապագայում մոտ ապագայում մոնո ներկայացում Տիգրան Մեծ։ Վաու։ Տեսնենք։ Աստված առաջ։ Շատ լավ։ Վերադառնանք ներկայացմանը։ Ստանիսլավսկու անվան թատրոնում է լինելու, որոշվեց որ պիտի բերվի նաև մայրաքաղաք եւ այստեղ ներկայացվի։ Դեռ իհարկե չի եղել ներկայացումը այստեղ, բայց հետաքրքիր է, հա, կանխատեսումներ կան հանդիսատեսի ռեակցիաներից, որովհետեւ Գյումրեցին իր Գյումրու մասին ռեակցիաները բնականաբար ուրիշ են, բայց այստեղ մայրաքաղաքում առավել եւս հիմա արդեն ժամանակակից երիտասարդության մեջ ինչպիսի ռեակցիաներ եք սպասում, ինչ արձագանքներ կտան։ Մի քիչ ուզվում եմ, մի քիչ լարվում եմ, որովհետեւ նախ բարբարը կարող է հնչի, կարող է չնչի, կարող է բարբարը աշխատի կամ չաշխատի, բայց ինձ թվում է, որ որպես էկզոտիկա բարբարը կաշխատի։ Աշխատի Շահեգանը առաջին բարբարն է, համեմված է նաև ներկայացումը Գյումրվա երգերով, որոնք դերևս չեն լսվել, դերևս անհայտ է հանդիսատեսին ու այդ երգերի վրա նաև կառուցել ենք ներկայացումը երկրաշարժի մասին է, սիրած աղջիկա մասին է, հարսանիքի մասին է, որովհետև ամեն ինչի մասին խոսում ենք ներկայացման ընթացքում։ Շատ լավ, պարոն Սուքեսյան, մեկ գործ պրոդյուսինգ անելուց հետո արդյոք ցանկություն չկա շարունակել, որովհետև շատ կարևոր գործ եք անում եւ միշտ թատրոնը, հա, թատրոնը բնականաբար ինքը արվեստի տեղն է, որտեղ արարվում է արվեստը, բայց պետք է մարդիկ, ովքեր այդ արվեստը ավելի տեսանելի դարձնեն եւ հասանելի։ Այս դեպքում այդ դերը ստանձնեք առել դուք։ Չկան ծրագրերում, որպեսզի շարունակվի այս ամենը։ Եվս մեկ ներկայացում, ուրիշ ներկայացումներ։ Արդեն փորձը ունենք, սա առաջինը չի։ Առաջինը չի։ Հիմա նաև ունենք ներողություն, ունենք նաև պլաններ, հիմա չասեմ, թող իրագործվեն նոր, նաև երաժշտական ուղղությամբ, նաև համերգների, լավ կատարողների ուղղությամբ եւ նաև հենց թատերական ներկայացումների, միգուցե հենց Գյումրու մտորումների թատրոնի կամ այլ կոլեկտիվների, բայց որոշակի schedule, հա, ասեմ հիմա այդ ժամանակակից բառով, որոշակի նախատեսված ինչ որ ցանկ ցուցակ կա եւ համերգային ծրագրերի եւ ներկայացումների, որոնք այսպես ասած աշխատանքային փուլում են, որ դա աստված իրագործվեն։ Հիմա դեռ չբացեմ պլանները, բայց նախատեսված այդ ուղղությամբ աշխատում ենք։ Շատ լավ է, եւ քանի որ դուք հունիսի 13-ին պատրաստվում եք հանդիսատեսին նվիրել էմոցիաները, Գյումրեցուն հատուկ էմոցիաները, մենք էլ ուզում ենք մեր ծրագրի ընթացքում ձեզ նվերներ տալ եւ ուզում ենք ձեզ նվիրել բացիկներ, որոնք կհաղորդեն հենց այն էմոցիաները, որոնք շատ կարևոր են։ Բացիկները նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այս 3 բացիկը, որոնք իմ ձեռքում են, շատ տաղանդավոր մարդկանց խոսքերն են։ Մեկը Մանասելյան, աշխարհում սիրեցի քեզ միայն։ Երկրորդը իհարկե Սահյան, ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ-որ մեկին զրկել ես ինձնից։ Երրորդը մեր Ավետ Բարսեղյանին են, տեզերքը զգում են երկուսով։ Այս բացիկները ձեզ, որպեսզի դուք արդեն նվիրեք ձեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդկանց։ Եվ Սիրելու գործը դիգնձի տուրեն։ Երեքն էլ սիրելու մասին են։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Սպիտակ Չորգինին, որպեսզի արդեն հունիսի 13-ին ներկայացումից հետո նշեք ձեզ համար շատ կարևոր ու իրադարձային այդ հրաշալի օրը, այնպես որ սա նույնպես ձեզ, որպեսզի արդեն նշվի ներկայացումից հետո։ Շնորհակալ ենք ձեզ։ Գյումրիում խմենք։ Գյումրու ճանապարհին։ Այսօր համար շատ շնորհակալ եմ, կտանեմ տուն տիգնոջս կտամ։ Ահա, շատ կարևոր։ Խոստանում եմ
հասցնեն տուն։ Բերեք խառնենք նորից բաժանենք։ Իա, չի եղնի։ Իա, արդեն Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, որ տալիս եք այդ հնարավորությունը եւս մեկ անգամ վայելելու Գյումրու համն ու հոտը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ, եթե կարելի է եւս մեկ անգամ հիշեցնենք մեր սիրելի հանդիսականին ամսի 13-ին, երեկոյան ժամը 19:30-ին ռուսական դրամատիկական թատրոնում սպասում ենք բոլորիդ։ Ժողովուրդ ջան, տոմսերը սահմանափակ է, եթե այդ 650 տոմսն ինչ է, կտետալով արեք 1, 2, 3, 4, 5, քանի մատ տնենք явա, այս մարդը տանջվի գա явա։ Հնարավորություն ունենք մայլից մայլը անցնելու հունիսի 13-ին տաղանդավոր հրաշալի մարդկանց հետ միասին եւ զգալու Գյումրու համն ու հոտը։ Դե իսկ այս բան կլինի կարճ դադար մեր եթերում, հետո կվերադառնանք ու կանփոփենք ծրագիրը։